Բարի լույս, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ, այս հանգստյան տրամադրությունը կարող ենք նաև ավելացնել մեր ժպիտներով ու մեր տրամադրությամբ։ Բարի լույս շացիելի հեռուստադիտողներ, այսօր արդեն մայիսի 10-ն է, օրը կիրակ է եւ մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև եւ մեզ հետ միասին ունենաք լավ առավոտ։ Այո, լավ առավոտը շատ կարևոր է, որովհետև տալիս է նոր գործ սկսելու հնարավորություն եւ միտք, բայց միտքը նաեւ աշխատում է երեկոյան, երբ արդեն հավաքվում եք ընկերների հետ կամ հարազատների հետ, քննարկելու արդեն այն բոլոր արդյունքները, որոնք ստացել եք օրվա ընթացքում։ Դե որպեսզի քննարկումն լինի առողջ ու հետաքրքիր, ձեզ առաջարկում ենք իհարկե Զանգուն, որը ներկայացնում է Վեդի ալկոընկերությունը։ Զանգուն դա գինի է, որն առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգուն ռեզերվար անապակ գինին յուրահատուկ պահերի համար է։ Գինին նրանց համար է, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Իդեպ պարտադիր է նշել, որ 1956 թվականին հիմնադրված Վեդի ալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Դե ինչ որակյալ գինի մեկ, գավաթ եւ լավ ռիթմեր մեր եթերում։ Բարի լույս եւս մեկ անգամ շարունակում ենք մեր եթերը եւ հետաքրքիր այսպես ֆիլմային պրեմիերային ժամանակահատվածում ենք ապրում, որովհետեւ իսկապես շատ լավ ֆիլմեր են բարձրացել մեծ էկրան, Մայքլ Ջեքսոնին նվիրված կենսագրական ֆիլմը, Սատանան կրում է Պրադա 2-ը, որին սպասել ենք 10 տարի, որովհետեւ առաջինը եղել է 2006 թվականին եւ միայն այս տարի ընդամենը մի քանի օր առաջ արդեն եղավ երկրորդի պրեմիերան նաեւ Երևանում, ինչի առիթով ես շատ ուրախ եմ, որովհետև իմ ամենասիրելի ֆիլմերից է եւ երևի թե չեմ ճանաչում աղջիկ, ով այդ ֆիլմը չի սիրում։ Հետաքրքիր է դու սիրում ես, թե չէ։ Ես իհարկե երկրորդը դեռ չեմ դիտել երկրորդը, բայց շատ կարծիքներ եմ լսել։ Իդեպ երկրորդի հետ կապված ասում են քննադատները, հա, կինո քննադատները, որ այս եթե առաջինում ավելի այսպես մոխրոտիկի պատմություն էր, ավելի լիրիկական մոտեցում էր, երկրորդն ավելի այսպես նորաձևության տենդենսներին վերաբերվող է եւ ավելի շատ ներկայացնում են բրենդները, որոնք թելադրում են նորաձևությունը, որոնք նորաձևությունն են ներկայացնում նաեւ կուլիսներից այն կողմ իրենց խստությամբ եւ իհարկե իրենց դժվարություններով։ Երկրորդի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ուզում եմ դիտել, հետո նոր կարդալ եւ կարծիքները, նույնիսկ ռիվյուներ փորձում եմ շատ այսպես արագ անցնել եւ այդպես ընդհանրապես կարծիքներ չտեսնել, որովհետեւ ուզում եմ առաջինը ինքս տեսնել ֆիլմը, ունենալ իմ կարծիքը, հետո հասկանալ ինչ է կատարվում ֆիլմի շուրջ մարդկանց տեսանկյունից, բայց Մայքլ Ջեքսոնը հասցրել եմ դիտել, Մայքլ ֆիլմը կոչվում է Մայքլ Ջեքսոնին նվիրված։ Ջեքսոնին մարմնավորում է եղբորորդին, Ջաֆար Ջեքսոնը, հրաշալի է խաղում։ Ես չգիտեմ, ենթադրում եմ, որ գուցե Օսկար ստանա հաջորդ տարի, որովհետև փայլուն մարմնավորում է Ջեքսոնին, նույնիսկ հիմա շատ էդիտներ են արվում եւ Ջեքսոնի հին վիդեոները, հոլովակները համադրվում են Ջաֆարի ֆիլմի հատվածների հետ ու գրեթե տարբերություն չեք նկատի, որովհետև իսկապես շատ մեծ աշխատանք է կատարել եւ ինչն է հրաշալի, որ մինչեւ իրեն փորձելը շատ տարբերակներ են դիտարկել եւ Ջաֆարը քասթինգին ամենավերջիններից է մասնակցել եւ թիմը շատ անսպասելիորեն հավանել է եւ ժամանակ են տվել հարցրել են կկարողանաս պարել ինչպես Ջեքսոնը, Ջաֆարը կարճ ժամանակ է խնդրել եւ արդարացրել է իրեն։ Դե բրավո, ես դեռ չեմ հասցրել դիտել երկրորդ ֆիլմերն էլ, բայց անպայման պիտի դիտեմ եւ Ջեքսոնը եւ իհարկե Պրադան եւ հուսամ, որ երկու ֆիլմերն էլ արժանի են այն արձագանքներին, որովհետեւ շատ են եւ գնահատականներն են շատ բարձր երկուսի դեպքում էլ, հուսամ, որ ես էլ ինքս կհավանամ եւ բնականաբար շատ ողջունելի է։ Գիտեմ նաեւ, որ Ջեքսոնը մինչեւ 88 թիվն է, հա, ֆիլմը բերվում, որից հետո արդեն նախատեսվում է երկրորդ ֆիլմը։ Այո, երկու մաս ունի ֆիլմը, առաջին մասն է ցուցադրված, մինչեւ այն հատվածը, երբ նոր սկսվում է Մայքլ Ջեքսոնի փառահեղ ճանապարհը, արդեն Ջեքսոնի ընտանիքից այն կողմ, այո, որպես սոլո արտիստ եւ հետաքրքիրը իհարկե երկրորդ մասում է, որովհետեւ եւ վիրահատության մասին իհարկե թեթևակնարկներ արդեն կան առաջինում, հիվանդության մասին խոսվում է շատ թեթև, բայց կարծում եմ երկրորդը ավելի ինտրիգային է լինելու եւ իհարկե ամենասպասվածը մահվան առեղծվածն է, որը երկրորդում տեսնենք, որ
դիտանկյունից կներկայացվի։ Եվ ինչի է երկրորդ ավելի հետաքրքիր լինելու մեզ համար, որովհետև մենք այն սերունդն ենք, որ հենց Մայքլ Ջեքսոնին ճանաչեց արդեն 90-ականներից սկսված եւ նա մեզ համար դարձավ այդ ֆավորիտ կերպարը հենց 90-ականներից, այնպես որ կարծում եմ երկրորդին էլ անհամբերությամբ կսպասենք։ Խոստացել են հաջորդ տարի։ Տեսնենք ոնց կլինի, որովհետև կարծում եմ առաջինը մեծ նվեր էր արդեն հատկապես Ջեքսոնի երկրպագուների համար, որովհետև ովքեր փոփ արքայի այդ ֆանատիկորեն երկրպագուների շարքում են գտնվում, որովհետև մենք գիտենք, որ իր դեպքում մինչև ուշաթափվել, ֆանատիզմը շատ ուժեղ է Ջեքսոնի։ Իր դեպքում շատ ուժեղ է, դրա համար նվերը առաջինը արդեն մեծ նվեր էր երկրպագուներին, իսկ երկրորդը կարծում եմ ավելի շատ կլինի բոլորիս համար նվեր, որովհետև արդեն փոփ արքայի կենսագրության ամենաինտրիգային հատվածը կներկայացվի։ Եթե չեք դիտել, առաջարկում եմ անպայման գնաք դիտեք, որովհետև շատ հետաքրքիր էմոցիաներ է տալիս, մոտիվացնում է շատ, որովհետև շատ հետաքրքիր կենսագրություն ունի եւ շատ հետաքրքիր ճանապարհ է անցել եւ իհարկե բազմաթիվ նուրբ եւ բարի էմոցիաներ կապրեք, որովհետև հետաքրքիր է, որ ֆիլմը Ջեքսոնին բացահայտում է նաեւ իր բարի մարդ տեսանկյունից։ Michael, I knew you were different the moment you were born. You have a very special life. And Mother always told me, be careful who you love. I believe music could change the world. Spread love, joy, and peace. That is what I want the world to feel. Magic. Ասեմ, որ նաև որպես բիզնես տեսանկյունից ֆիլմը բավականին մեծ հաջողություն է ունեցել առաջին իսկ շաբաթվա ընթացքում եւ համաշխարհային կինոկասայում, ինչպես ասվում է, դրամարկղում, կինոդրամարկղում բավականին մեծ հասույթ է գանձել, այնպես որ բրավո եւ շարունակում է իր հաղթարշավը։ Դե հուսանք որ նույններից էլ ասեմ այս առումով TikTok-ում բացվել է փոփ-արքայի արդեն պաշտոնական էջը, չգիտեմ տեղյակ ես թե չէ, եւ ռեկորդային թվեր է գրանցել դիտումների առումով, follow լինելու առումով, այսինքն էջին հետևորդ են դարձել միլիոնավոր մարդիկ եւ սա ուղղակի չգիտեմ շշմեցուցիչ արդյունք է, որովհետեւ այսքան տարի անց TikTok հարթակում ֆիլմի կարծում եմ ֆակտորը հաշվի առնելով, որովհետեւ ֆիլմը ամեն դեպքում փորձում են որպեսզի ավելի մեծ տարածում գտնի, ինչքան էլ ինքը իրենով շատ մեծ տարածում է գտնում, ամեն դեպքում TikTok-ում բացվել է փոփ-արքայի էջը, որը ռեկորդային թվով մարդկանց ներառել է այնտեղ։ Դե հուսանք, որ նաև նույն բախտին կարժանա Պրադան, ամենայն դեպս նորից նույն լավ գովազդային արշավն է արվում եւ Meryl Streep-ի կողմից եւ իհարկե մյուս դերասանների կողմից եւ հուսանք, որ այդպես կլինի։ So I used to have your job. Got to go to Paris Fashion Week. Wore a bunch of pieces from the Chanel collection that year. You still have all of it? No, I gave it away. What? Would have been a bit much for a newsroom. This is you. Oh, Who gives away Chanel? I'm feeling fab, I'm feeling free, I feel exceptional. You are here to help us through our current scandal. Click, 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 everywhere I go. But I did not hire you, and all I need to do is bide my time until you fail. Won't you take the train, dear? Might show up late, might be on time, just wait, I'm coming. I'm going to make something of this job. You could write a book. The definitive Miranda Priestley expose. May the bridges I burn light my way. Wait. I hope that's not what you're wearing to the dinner. That's all. Fendi, we need that. The Brunello Cucinelli pants, love those. And you definitely need an embroidered two-piece totem set, but not the terracotta because you're so pale. My neck is hot. Oh my God, just hide a feeling for once, please. I just love my job. Monday through Sunday, I can turn a dance floor into a runway.
Քանի որ նորաձևության մասին է, այս ֆիլմի մասին եւ հետո կրկին կանդրադառնանք, որովհետեւ հենց այսօր պատրաստվում եմ դիտել ֆիլմը, իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է եղել առաջին տարբերակը, միշտ շատ վախենում եմ երկրորդ տարբերակի դեպքում, որովհետեւ սովորաբար փչացնում են կամ մի քիչ ավելի նշաձողը իջեցնում են, բայց կարծում եմ այս ֆիլմին դա չի սպառնում, որովհետեւ 10 տարին բավական էր, որպեսզի շատ կարոտեինք։ Եվ քանի որ նորաձևության մասին է եւ նորաձևության շրջանակում ենք, հիմա առաջարկում եմ մեր նորաձևության էջը դիտենք ու վերադառնանք։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը։ Ես շարունակում ենք խոսել նորաձևությունից։ Եվ ես ցանկանում եմ խոսել ոչ թե միայն տրենդներից, այլ հենց նորաձևության ուղղություններից, որոնք ակտիվ են 2026 թվականին։ Ընդհանրապես շատ հետաքրքրական է նորաձևությունը դիտարկել պատմության, արվեստի տեսանկյունից եւ դրա ազդեցությանը հասարակության վրա եւ հակառակը հասարակության ազդեցությունը նորաձևության վրա։ Այս իմաստով 2026 թվականին նկատելի է մի ուղղության ակտիվացում, որը շատ հոգեհարազատ է այն կոչվում է feminine power, եթե փորձենք թարգմանել կանացի ուժ, ինչ է իրենից ներկայացնում սա, եթե մենք հետևենք նորաձևության հիմնական աուտկուտյուր ցուցահանդեսներին, կնկատենք, որ ունենք հստակ գծեր, շեշտված ուսեր, որոնք կարծես թե ուժի եւ հստակության մասին են, եւ մյուս կողմից դա համադրված է թափանցիկ, ավելի նուրբ ժանյակային գործվածքների հետ, որը հենց կանացիության նշան է։ Այսպիսով մենք ունենք ֆեմինինության վերիմաստավորում նորաձևության մեջ, որը շատ հետաքրքիր է դիտարկել, կարծես թե կանայք դիրքավորվում են հասարակության մեջ որպես ուժեղ եւ հստակ, բայց մյուս կողմից պահպանում են իրենց նրբությունը եւ կանացիությունը։ Շատ կարևոր է հանգստյան օրերին նաև ծրագրավորել ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու մասին եւ այս ամենին նաև կարող է նպաստել մեր Հայաստան բնաշխարհը, որովհետեւ գալնան այս հրաշալի շրջանում հրաշալի է բնությունը, հատկապես մեր լեռնաշխարհում, այնպես որ կարելի է որոշել ու ծրագրել, թե ուր գնալ այս շաբաթ կիրակի։ Եվ անպայման հայրենիքի սահմաններում, որպեսզի բացահայտենք մեր հայրենիքը տարբեր անկյուններից, ես վստահ եմ, ինչքան էլ շատ շրջագայել եք Հայաստանում, մեկ է կգտնվեն վայրեր, որտեղ չեք եղել եւ որոնք կլինեն բացահայտում հենց ձեզ համար։ Հնևանքը կառուցվել է 7-ից 8-րդ դարերում։ Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում էր վերապրել հեթանոսությունից դեպի քրիստոնեություն անցման լռությունն ու ուժը։ Վանքը տեղակայված է Դեբետ գետի կիրճի ափին այնպես, կարծես քարերն իրենք են որոշել այստեղ աղոթել։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է 7-րդ դարում, իսկ համալիրի մյուս մասերը ավելացվել են հետագայում։ Այն բազալտե քարից է ու ներկայանում է որպես տիպիկ հայկական գմբեթավոր եկեղեցու ճարտարապետություն։ Հնևանքը խիստ հայտնի չէ, բայց հենց դրանով է, որ մնում է անաղարտ։ Ինչպես տեսնում եք, եկեղեցին ակտիվ չէ, բայց դա ձեզ չի խանգարի, որպեսզի գաք ու ձեր անկեղծ աղոթքը անեք։ Իսկ բնությունը վանքի ճարտարապետության շարունակությունն է։ Երբ կանգնում ես վանքից փոքր հեռու, ահա այս ֆանտաստիկ տեսարանն է բացվում, որը ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հնևանքը պարզապես հին վանք չէ, այն սրբավայր է, որը ձեզ սպասում է ոչ թե տեսնելու, այլ զգալու համար։ Լոռու լեռների մեջ, այնտեղ, որտեղ անտառները դառնում են խիտ, իսկ ճանապարհները լուռ, կա մի վանք, որը երևի թե շատերս չենք տեսել, իսկ ով տեսել է, չի կարողացել մոռանալ։ Խոսքս Հնևանքի մասին է։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ ինչն է ամենակարևորը, իհարկե առավոտը ժպիտով սկսելը, իսկ ժպիտը մարդու այցեքարտն է, բայց այդ այցեքարտը պահպանելու համար պետք է ճիշտ խնամք։ Այսօր մեզ հետ մի մարդ է, ումից կիմանանք ինչպես խուսափել ատամնացավից եւ որքան հաճախ պետք է այցելել մասնագետի։ Այո, մեր հյուրն է Նիկոլետ Զարգարյանը, մանկական ստոմատոլոգ։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, ատամնաբույժ, հա, որ ումից բոլորը վախենում են։ Ճիշտ եք։ Ինչի է այդպես։ Ոնց կոտրենք այդ կարծրատիպը։ Կարող եմ ասեմ, սկզբի վախը գալիս է, երբ որ երեխաները առաջի այցն են ունենում բժշկի մոտ։ Այդ պահից սկսած երեխաների մոտ սկսում է ցավեր։ Սպիտակ խալաթից են վախենում։ Կարող եմ ասել, հա, կամ ձայներից, բայց այսօր փոխում ենք, չէ՞, կամ դիմակից։ Հա, արդեն ուրիշ գույնի ենք հագնում, որ երեխաները արդեն չվախենան մեզանից։ Ընդունեմ որպես բարի, լավ մարդիկ, որովհետև ես միշտ ասում եմ, հա, պետք չէ վախենալ ատամնաբույժներից, պետք է վստահել ուղղակի նրանց, որովհետև եթե չուզենաս, չի ցավելու։ Այո։ Տենց է, այո։ Շատ լավ, եկեք մի քիչ սկսենք մանուկ հասակից, հա։ Շատ հետաքրքիր անուն ունեք։ Շնորհակալ եմ։ Ծագում ունի, ով է դրել անունը ձեզ։ Իմ անունը ֆրանսիական անուն է։ Ես ծնվել եմ Պարսկաստանում, իսկ երբ որ 18 տարեկան էի, արդեն որոշեցի, որ գամ Հայաստան եւ ստեղ սկսեմ ուսումս անել։ Եվ դարձա մանկական ատամնաբույժ, որովհետև շատ էի սիրում կապը երեխաների եւ իմ մեջ սա շատ ազդեցություն դրեց իմ մանկական ատամնաբույժը ու որոշեցի, որ ես էլ երեխաների մոտ նույն ձև ազդեցություն դնեմ, որ ինքնադրեմ, որ երեխաները չվախենան։ Իսկ դուք չեք վախենում փոքր ժամանակ, երբ որ գնում եք ատամնաբույժը։ Սկիզբ, հա, առաջի պահերը, հա, բայց հետո որ մի քիչ հաճախ հետո արդեն, հա։ Շատ լավ, եկեք հասկանանք, որ տարիքից երեխաներին ճիշտ է, որպեսզի արդեն ներկայացնեն ատամնաբույժին։ Այդ շատ լավ հարց է, որովհետև շատ ծնողներ չեն, որ գիտեն այդ երբ պետք է տանեն երեխաներին ատամնաբույժի մոտ։ Կարող եմ ասել, երբ որ արդեն սկսում են ատամները ծկտել, շատ լավ կլինի, որ ծնողները իրենց երեխաներին տանեն ատամնաբույժի մոտ եւ չսպասեն, որ երեխաների մոտ ցավը սկսի, որովհետեւ ցավը շատ լավ նշան չէ, արդեն բարդացել է։ Դրա համար ես խորհուրդ կտամ բոլոր ծնողներին, որ տանեն իրենց երեխաներին հենց սկզբի ատամը որ ծկտում է, տանեն ճիշտ ատամնաբույժի մոտ, որ այդ ատամնաբույժը շատ սիրալի լինի, որտեվ տենց որ դուք ասեցիք, հենց տենց է սկսում վախերը, եթե ատամնաբույժի մոտ են գնում, որ սիրալի չի, արդեն երեխայի մոտ այդ վախերը սկսում են, ու էլ չի լինում ուրիշ ատամնաբույժ փոխել այդ ցավերը, այդ իր զգացողությունը մի քիչ դժվարանում է, բարդանում է։ Եվ մենք այսօր ժամանակակից աշխարհում տեսնում ենք բազմաթիվ հոլովակներ, որտեղ մանկաբույժները, մանկական ատամնաբույժները շատ հետաքրքիր մոտեցում են ցույց տալիս եւ երեխաներին զբաղացնում են տարբեր տեսակի խաղալիքներով, չգիտեմ, հետաքրքիր մոտեցում են, այո, ցուցաբերում, որպեսզի երեխաները ավելի քիչ վախենան։ Հիմա օգնում են։ Այո, դուք ինչ մոտեցումներ եք օգտագործում եւ հետաքրքիր է ձեզ մոտ ատամնաբուժանը եւս մանկական սենյակ է հիշեցնում։ Առաջի պահը որ երեխան մտնում է կլինիկան, ես աշխատում եմ, որ ինքս մոտենամ իրան, իր ձեռքը բռնելով, տանեմ կլինիկան, նստացնեմ կրեսլոյի վրա, աթոռի վրա, որ հետո սկսել իր հետ խոսել։ Ատամների վրա ցույց տամ ինչպես խոզանակել, տարբեր այդ գործիքների հետ, որտեվ մեր գործիքները ցավոք մի քիչ վախենալի տեսք ունեն։ Իրանց որ ցույց եմ տալի, որ ինչպես է, արդեն իրանց վախը թափում է, հետո մուլտիկներ ենք միացնում, եւ եթե տեսնում ենք, որ երեխան առաջի այդ այցը մի քիչ վախով է գալի, ոչ մի բան չենք անում իր հետ եւ խորհուրդ ենք տալի, որ ծնողը երկրորդ անգամ բերի եւ երկրորդ անգամ ենք սկսում արդեն բուժումները, որ երեխան մի քիչ արդեն ծանոթանա մեր հետ, կրեստոյի հետ, որտեղ մի քիչ վախենալի է։ Ամենադժվարը երեխային ասել բերանդ բաց պահի։ Բերանդ բացի։ Այո, որտեղ երեխան առավել եւս, եթե մի քիչ էլ շարժուն է, անընդհատ սկսում է խոսել, շարժվել, իսկ դա պետք չի այդ պահին, առավել եւս եթե նուրբ աշխատանքներ եք անում։ Այո, համաձայն եմ։ Այս դեպքում ինչ եք անում երեխաներին։ Ինչպես եք փորձում համոզել նրանց։ Իրանց հետ մի տարբեր բառերով ենք խոսում, որ մեծերի ատամնաբույժների տես բառերով չենք ասում։ Օրինակ ասում ենք ատամի շուրջը լվանալու ենք, փոխարեն ասենք որ անզգայացնելու ենք։ Տենց իրանց մի կերպ ասած մի քիչ խափելով, բայց լավ մտքով ենք անում դրանք, որ երեխաների սենց չվախենան եւ հանգիստ վստահեն մեզ։
Էդա։ Գենետիկ ուժը, հա, ատամների հետ կապված, որովհետև այսպես միտք կա, որ ասում են, ինչքան էլ ուզում ես հետևիր ատամներիդ, եթե գենետիկայում կան ատամի խնդիր ունեցող կրողներ, դա միշտ կա։ Համաձայն եմ ձեզ հետ, այդ 50-50-ա չեն կարող ասել, որ դա ճիշտ է, որ գենետիկ, մեր պահելուն էլ կապ ունի։ Կարող է մենք լավ չխոզանակենք, գենային չհետևենք, բայց նույն գենետիկան էլ տես լինի, որ հակառակ լինի, այսինքն տես չի, որ հաստատ, որ եթե գենետիկ լավ է, հա, եկեք հասկանանք, թե որ տարիքից է պետք խոզանակով արդեն լվանալ ատամները։ Խոզանակը հենց առաջի ատամով որ ձգտում է, ծնողները պետք է տարբեր ձևի խոզանակներ կան, փոքր մատին հագնվում է եւ սկսում են խոզանակել։ Հենց որ երեխան 1 տարեկանը լրացա, արդեն իրան նորմալ խոզանակ ենք առնում եւ իրան ցույց ենք տալի։ Եւ խորհուրդ կտամ, որ ծնողները իրանց երեխաներին տանեն բժիշկը սովորացնի, որովհետև շատ ծնողներ էլ չեն որ կարողանում են ճիշտ ձևը չգիտեն կամ YouTube միացնեն, YouTube-ով սիրուն տեսքը կա։ Այսինքն այդ վիդեոն կա, որ արդեն կարող են խոզանակը ցույց տան իրենց երեխաներին, որ ինչպես խոզանակել, բայց հա շատ կարևոր է եւ ուզում եի ասեի, որ 2 անգամ հաստատ խոզանակեն ատամները, երեխաները, առավոտը եւ իրիկունը։ Եվ երբ որ խոզանակում են երեխաները գիշերները, էլ զգուշին է, որ իրանց քաղցր չտան, գազավորված ըմպելիքներ, որտեղ արդեն այդ խոզանակելը անիմաստ է լինում գիշերների, որտեղ արդեն այդ սնունդը մնում է ատամներին ու քայքայում է ատամները։ Առհասարակ բժշկությունը աշխարհում շատ մեծ տեմպերով զարգանում է, այդ թվում եւ երևի ավելի շատ զարգացող ճյուղերից մեկն էլ ձեր ոլորտն է։ Ինձ հետաքրքիր է մանկական ատամնաբուժական, չգիտեմ, գործիքներում, տեխնիկաներում ինչ նորություններ կան, որովհետեւ մեծահասակների դեպքում վինիրները շատ մեծ տարածում գտան, շատ այսպես մեծ տեմպերով ամեն ինչ առաջ է գնում։ Այո։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ ձեզ, հիմա երեխաներին շապիկներ են դնում, կամ որ չգիտեն, բայց հենց վինիրներ որ ասում եք, երեխաների մոտ էլ դնում են։ Կամ երկաթի շապիկներ են դնում, երբ որ քայքայվում են ատամները, որ երկար կարողանան ծառայեն իրանց, շապիկներ են հագցնում։ Այդ էլ չեմ կարող ասեմ նորամտություն է, բայց էլի նորություն է երեխաների մոտ այդ շապիկները։ Ու խորհուրդ կտայի, որ լավ կլինի, որ շապիկներ ունենան երեխաները, այսինքն եթե քայքայվում է, այդ փուլին է հասնում, որ արդեն քայքայվել է, լավ կլինի, որ շապիկներն էլ ունենան, որ մտածեն շապիկների մասին էլ։ Շատ լավ, եկեք հասկանանք, հա, կա տարիք, որից արդեն պետք է սկսել լվանալ ատամները։ Իսկ որ տարիքն է, որին արդեն պետք է շատ ավելի ուշադիր լինել, որովհետև կա անցումային տարիք երեխաների մոտ, կա այդ հասունացման տարիքը, որտեղ ամբողջ ուժը ընկնում է ատամների վրա, հա, կարելի ասել օրգանիզմի։ Այդ որ տարիքն է, որին հատկապես պետք է ուշադիր լինել։ Այդ հասունության տարիքը ճիշտ նշեցիք, որ արդեն երբ որ այդ թքի այդ բաղադրությունները, որ արդեն սկսում են փոխվել, կարող ենք նկատել այդ 10-ից մինչև 15 տարեկան, որ ատամնակարեր ունեն, սև ատամնակարեր կամ հենց քարերի տեսքով, որ հաստատ պետք է մաքրվի, որտեղ լնդերի բորբոքում է լինում, հատուկ լնդային բորբոքում կա երիտասարդների մոտ, այսինքն այդ 10-ից 15 տարեկան այդ երեխաների մոտ այդ լնդի բորբոքումն է լինում, ու այդ շրջանում շատ կարևոր է հաստատ։ Ավելի շատ է, իսկ կապ ունի աղջիկների կամ տղաների։ Չէ, նույնն է, չի տարբերում, որ աղջիկ են թե տղա։ Չի տա։ Այո։ Եվ ամենաշատը երեխաների մոտ հանդիպում է քաղցրից սևացած ատամները։ Քաղցրից, այո, եւ հատկապես երբ որ շշիկով կաթ են խմում կամ կրծքի կաթից էլ կարող ենք ասել, որովհետեւ շատ քաղցր է պարունակում եւ գիշերները այդ շշով են քնում, կարող ենք, չգիտեմ, ձեզ հանդիպել է թե չէ, որ երեխաների դիմացի ատամները սև է եւ քայքայված։ Այդ է որ շատ այո, շատ մայրիկներ որ մոտենում են մեզ, ասում են որ ինչի է քայքայվել 2 տարեկան փոքր երեխա, ու ասում եք այդ կաթից է որ եղել է, որտեղ իրանք էլ չգիտեն։ Այդ լավ ինֆորմացիա բոլոր ձեր հանդիսատեսներին, որ այդ հենց կաթից է լինում, որ քաղցր է պարունակում շուտ եւ քայքայվում է։ Դրա համար լավ կլինի, որ մի քիչ զգուշանան կամ շուտ կաթը ավելի էլ տենց կաթեր չտան իրանց, որ շատ քաղցր է պարունակում։ Շատ լավ, իսկ ինչ խորհուրդ կտաք այն դեպքում, որ հիգիենան հետևել ատամներին, հա, այսինքն սոդայով ողողումներ, աղով ողողումներ, բարբերաբար, ամսական 1 անգամ, 2 անգամ, ինչպես սա իրականացնել, որ նախ չվնասել, երկրորդը նաև հետևել։ Այո, առաջինը խոզանակելն է կարևոր, իսկ հետո ողողումները չեն կարող մեկը անել, մեկը չանել։ Պետք է լավ sense medium չափի խոզանակը լինի, ատամնի մածունքն նույնպես։ Փոքրիկ դիտարկում, շատ անգամ խոզանակը չոր են վերցնում, որ լավ, բայց դա ճիշտ չի, այո, ատամները քայքայում է, ավելի հակառակ ազդեցություն է դնում։
փափուկ այդ միջին չափսի կոշտությամբ լինի եւ մածուկն էլ եւ լավ խոզանակել, իսկ հետո կարող են ճիշտ եք սոդայով կամ աղաջուրով ողողումներ անեն։ Աղաջուրը ավելի շատ օգնում է լնդերին, երբ որ բորբոքումներ է լինում, ավելի թեթևացնում է, հանգստացնում է այդ ցավը, բայց թելեր էլ չմոռանան, թելեր էլ օգտագործել, որովհետեւ դե է էլ շատ բան։ Իսկ հիմա իրիգատորներ էլ կան, չգիտեմ ձեզ հանդիպել է թե չէ, այդ ջրով որ գալիս է։ Այդ էլ շատ է օգնում, որ հատկապես հիմա մեծերի մոտ էլ, երբ որ շապիկներ են ունենում կամ իմպլանտներ, շատ է իրանց օգնում, որ այդ արանքները արդեն սնունդ չմտնի, այո, մաքրվի։ Եվ երեխաների համար ամենապատասխանատու տարիքը ու process-ը ատամների առումով նաև փոխելու շրջանն է, որը շատ բարդություններով է երբեմն ուղեկցվում։ Հետաքրքիր է այս մասով ինչ խորհուրդներ կտաք, որովհետև շատ ծնողներ քաշում են ատամը, թողնում են ինքն իրեն, որ տարբերակն է ամենաճիշտը եւ ինչպես ամենահեշտ տարբերակով դուրս գան այդ process-ից։ Նախքան ասնել այս հարցին, ասեմ, որ ծնողները չի պիտի սխալվեն, որ ասեն ատամները փոխվում են։ Չէ, ատամները պետք են երեխաների համար, թե արմատ ունեն, թե ներվ ունեն, որովհետև շատերը կան, որ չգիտեն, որ այդ փոխվող մանկական ատամները արմատ ունեն, բայց հա ունեն եւ շատ կարեւոր են ու չի պիտի շուտ հեռացվեն, ինչի որովհետև կարող են ատամի սաղմը, մշտական ատամի սաղմը վնասել, կամ կարող են մշտական ատամները թեքվում են, փակում են այդ տարածքը, որ պետք է մշտականը գա ու չի կարող մշտականը գա։ Դրա համար բրակետներ են հիմա երեխաները ավելի շատ բրակետներ ունեն, քան օրինակ մի 20 տարի առաջ, որտեվ շուտ են հեռացում, որտեվ չեն հետևում իրանց հիգիենային։ Եվ այդ որ ասեցիք, որ հատանը հեռացնեն կամ գա մեր մոտ, երբ որ տեսնում են թարախային process է եւ շատ է ցավում, արդեն պետք է գա մեր մոտ։ Եթե տեսնում են թույլ, արդեն շարժվում է, ես խորհուրդ եմ տալի, եթե երեխան էլ վախենում է սրսկումից, հեռացումից, տանը գազար կծեն կամ խնձոր կծեն եւ ընկնի։ Եթե մինչեւ 1 շաբաթ այդ այդ տեխնիկան իրանց չի օգնում, արդեն մոտենա մեզ։ Մենք իրանց համար անցավ կհեռացնենք արդեն ատամները։ Շատ լավ, եկեք նաև պարզենք ատամի մածուկների կարևոր դերը, հա։ Ճիշտ է երեխաներին տալ հենց ամենասկզբից այդ մածուկը, որպեսզի երեխան օգտագործի, որ տարիքից է կարելի, որ տարիքից չի կարելի։ Իսկ կան մանկական մածուկներ մեծերի համար։ Հա, տարբերությունը մանկական ու մեծերին է դա, որ իր համերն է, օրինակ մանկականը ելակի համով է, հա։ Ես տարբերությունը շատ եմ սիրում։ Այդքան տարբերություն չկա, հա, երեխաներին է դա, բայց կա շատ փոքր երեխաներ հենց այդ մեծերի ատամի մածուկն էլ սիրում են, օգտագործում են։ Դες տարբերություն չկա, որ ասեմ։ Իսկ որ տարիքից է ճիշտ, որ երեխան օգտագործի արդեն ատամի մածուկ։ Հենց 1 տարեկանից ճիշտ է, այո, երբ որ հենց մեծ խոզանակ են, այսինքն մեծերի նման խոզանակ են օգտագործում, այդ էլ պետք է արդեն։ Եվ որպես մասնագետ մի հարց, որը բոլորին է հետաքրքրում, լավ, ատամի մածուկների հետևի մասում գույներ կան։ Բոլորն ասում են, որ այդ գույները, եթե մուգ գույներ են, ապա վնաս են, քիմիա է մեջը։ Դա այդպես է, թե դա ուղղակի միֆ է։ Դա այդքան որ ես տեղեկություն ունեմ ու կարդացել եմ, միֆ է էդի։ Այդ բան չկա, որ օրինակ կապույտը էսա նշանակում, կարմիր գիծա է դա, մեջտեղը սպիտակը, դες այդքան որ ես տեղեկացված եմ, միֆ է այդ հատուկ բանը։ Բարձեցինք այս հարցը կարևոր։ Ես կարծում եմ գույները երեխաների ուշադրությունը գրավելու եւ իրենց համար խաղային դարձնելու համար մեծերի պաստաների վրա հետևնել այդպես գրում բաներ։ Եվ ինչ խորհուրդ կտաք բոլոր ծնողներին, ինչպես կազմակերպել այդ հետևողականությունը։ Խորհուրդը որ կտայի ծնողներին դա որ հենց որ ատամը ձգտում է մոտենան մեզ, ընտրեն իր շատ սիրալիր ատամնաբույժ, որ երեխային չվախեցնի, այդ ցավը այդ վախն ու ցավը չառաջացնի եւ հետևեն ատամներին ու խոզանակել, որովհետեւ մենք մի հատ շրջանակ ունենք, որ եթե իմ Instagram-ի էջը հետևեն, ասեմ իմ Dr.Nicolette Գծիկ Զարգարյան, եթե իրանք մտնեն, ես մեր կլինիկայի էջը այնտեղ դրած է, ինչ են անում, կարող են ծնողները մտնել այդ մեր կլինիկայի էջը, գրանցվում են, այսինքն մանկապարտեզները եւ դպրոցները գրանցվում են, մենք գնում ենք իրանց դպրոցներն ու մանկապարտեզները, այնտեղ արդեն վիդեոներով ցույց ենք տալի, երեխաների հետ խոսում ենք, ինչպես պետք է խոզանակեն, ատամներ ենք տանում եւ հետո ստուգում ենք ատամները, որովհետեւ ցավոք մայրիկները չգիտեն, որ սևացած ատամներ կա կամ փչացող։ Ու իրանց ասում ենք, այդ որ ցավացողը ինչ է եւ իրանց գրում ենք եւ տալիս ենք։ Այդ շատ բան, որ իրանք անընդհատ գնան բժշկի կամ Այո, պրոֆիլակտիկայի համար տարվա մեջ քանի անգամ է պետք։ 6 ամիս մեկ հաստատ հատկապես երեխաների մոտ 6 ամիս մեկ, որովհետև շատ արագ է զարգանում իրանց մոտ process-ը, քան մեծերի մոտ։ Իսկ ատամների մաքրումը, որը մենք անում ենք 3-ից 6 ամիսը մեկ, երեխաներին եւս պետք է։
կապ ունի, որ իրանց թքի պարունակությանը, տես որ նշեցի 10-ից 15 տարեկանում արդեն 6 ամիսում կարող է մոտենալ, բայց փոքր տարիքում, որ արդեն քարեր չկա, մենակ շոտկայով մաքրերը, պաստայով որ գնան, արդեն բավական է։ Այո։ Շատ լավ, ես ուզում եմ ձեզ նվիրել գինին, զանգուն, որը ներկայացնում է Վեդիալկոն, ռեզերվը, որը կարծում եմ շատ հաճելի առիթ կլինի շաբաթ կիրակին ընտանիքի հետ անցկացնելով, բացել եւ որոշակի պահեր նաեւ ֆիքսել։ Սա ձեզ շնորհակալություն։ Եվ շատ շնորհակալ ենք, որ այս առավոտ կարողացաք մեզ հետ կիսվել այս կարևոր ինֆորմացիա, որ կարծում եմ շատ պետք է նաեւ մայրիկներին, որ երեխաներին հետեւողական լինելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Դե Կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բայլիսի ուզում եք անգամ շատ ելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր ծրագիրը եւ շարունակում ենք ուշադրություն դարձնել մեր առողջությանը, որովհետեւ ժամանակակից աշխարհում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք կանխարգելել շատ հիվանդություններ եւ ժամանակին դիմենք մասնագետներին ու իհարկե մշտապես հետևենք մեր առողջությանը։ Իսկ մասնագետներին պետք է գտնել ճիշտ վայրում, իհարկե Վիտամեդում։ Վիտամեդ բժշկական կենտրոնը ձեր առողջության հուսալի գործընկերն է։ Վիտամեդ բժշկական կենտրոնն առաջարկում է լաբորատոր, սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ բարձրակարգ սարքավորումներով։ Փորձառու մասնագետների թիմը, մանկաբույժներ եւ նեղ պրոֆիլի բժիշկները առաջնորդվում են ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Կենտրոնում հասանելի է նաեւ տարեկան բուժզնման փաթեթներ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար, որպեսզի կարողանաք ժամանակին վերահսկել ձեր եւ ձեր հարազատների առողջությունը։ Ես Վարդան Մանուկյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների բժիշկ ռադիոլոգ։ Այսօր կխոսենք վահանաձև գեղձի եւ կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ուլտրաձայնային հետազոտության մասին, այն ամփոփելով 5 հիմնական հարցերի շրջանակում։ Առաջին հարցը. վտանգավոր է արդյոք ուլտրաձայնային հետազոտությունը։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Այն անվտանգ է նույնիսկ հղիության եւ նորածնային շրջանում։ Եվ հետազոտությունը կարելի է կրկնել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է բուժման ընթացքը ճիշտ վերահսկելու համար։ Ինչու հետազոտվել, եթե ոչինչ չի ցավում, եւ որոնք են կարմիր դրոշակները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Կրծքագեղձերի եւ վահանաձև գեղձի ուռուցքները վաղ շրջանում ընթանում են անախտանիշ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս տեսնել դրանք վաղ շրջանում, սկսած 2-3 մմ չափերից։ Իսկ որոնք են այն վտանգավոր ախտանիշները, որոնց դեպքում բժշկի դիմելը պետք չէ ուշացնել։ Կրծքագեղձերի դեպքում դրանք կրծքագեղձերի եւ անոթափոսերի շրջանում շոշափվող գոյացություններն են՝ դիսկոմֆորտի զգացումը, ցավի եւ այրոցի զգացումը, պտուկից արտադրությունը, իսկ վահանաձև գեղձի դեպքում գլման ակտի դժվարացումը, քաշի անբացատրելի անկումը եւ քաշի անբացատրելի ավելացումը, անբացատրելի թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը։ Իսկ որոնք են այն հիվանդությունները, որոնք մենք թիրախավորում ենք ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Կրծքագեղձի դեպքում դա կրծքագեղձի քաղցկեղն է։ Այն հանդիսանում է կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունը, բայց պետք չէ մոռանալ, որ վաղ շրջանում առաջի փուլում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերելու դեպքում 95-ից 98% դեպքերում ապահովում ենք առողջացում։ Վահանաձև գեղձի դեպքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մենք հայտնաբերում ենք ոչ միայն հանգույցները, այլ նաև վահանաձև գեղձի տարբեր բորբոքումները, որոնք կոչվում են թիրոիդիտներ։ Վահանաձև գեղձի դեպքում հանգույցների միայն 5-ից 10% են լինում չարորակ, եւ ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել չարորակացման ռիսկը թայրած համակարգի միջոցով։ Ինչ է նշանակում այս հապավումները։ Թայրած եւ բայրած։ Թայրած եւ բայրած հապավումները միջազգային ստանդարտացված համակարգեր են։ Թայրածը վահանաձև գեղձի համար, բայրածը կրծքագեղձի համար։ Թայրած համակարգը թույլ է տալիս գնահատել վահանաձև գեղձի հանգույցի չարորակացման ռիսկը, իսկ բայրածը թույլ է տալիս գնահատել կրծքագեղձում գոյացության չարորակության ռիսկը, որոնք գնահատվում են 1-ից 6 սանդղակի միջոցով։ Որքան բարձր է սանդղակի թիվը, այնքան բարձր է չարորակացման ռիսկը։ Եվ վերջինը, արդյոք կարևոր է թե որ մասնագետի մոտ կիրականացնեք ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը օպերատոր կախյալ մեթոդ է։ Մասնագիտական գիտելիքը թայրած եւ բայրած դասակարգման մեջ, ինչպես նաեւ մասնագիտական փորձը ճիշտ ախտորոշման հիմքն է։ Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված լինելուց։ Տարին մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտությունը ոչ թե հիվանդություն փնտրելու, այլ ձեր հանգստությունը վերականգնելու մասին է։
Շարունակում է մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ նույնիսկ շաբաթ ու կիրակի օրերին կարեւոր է որպեսզի մենք ծանոթ լինենք մեր իրավունքներին, տեր լինենք մեր իրավունքներին։ Շատ անգամ հանդիպում ենք հենց օրենքի դաշտում եւ շատ անգամ փորձում ենք այդ ամենից տեղեկանալ։ Այս հարցում նաեւ փորձել ենք շաբաթ կիրակի օգնել ձեզ եւ ներկայացնում ենք ձեզ մեր իրավաբանական էջը։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել հանգետերը, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել դատարան դիմելուց առաջ։ Շատերը խնդրի դեպքում մտածում են դատարան դիմելու մասին, բայց մինչ այդ կան որոշակի կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին ժամկետներն են։ Եթե կա թեկուզ շատ քիչ հավանականություն, որ դուք հնարավոր է դիմեք դատարան, ամենաառաջինը պարզեք, թե ինչ ժամկետ ունեք դատարան դիմելու համար, որպեսզի հետո խնդրի առաջ չկանգնեք։ Մարդկանց մեջ կա թյուր կարծիք, որ այդ ժամկետը մշտապես 3 տարի է, բայց սա այսպես չէ, սա պարզապես քաղաքացիական գործերով ընդհանուր ժամկետ է, բայց քիչ չեն այն դեպքերը, երբ օրենքը նախատեսում է նաև շատ ավելի կարճ, որոշ դեպքերում նաև ավելի երկար ժամկետներ դատարան դիմելու համար։ Ընդ որում իմ խորհուրդն է ժամկետին ուշադիր լինել նաև այն դեպքում, երբ ձեր դեմ է պահանջ ներկայացվել։ Ուշադիր եղեք, արդյոք այդ հայցադիմումը ներկայացվել է սահմանված ժամկետում, որովհետև եթե ոչ, դուք պետք է դատարան ներկայացնեք հայցային վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդություն, եւ դատարանը այդ հիմքով կարող է մերժել հայցադիմումը։ Երբ ժամկետները արդեն պարզ են, երկրորդ հերթին պետք է հաշվի առնեք, որքանով է նպատակահարմար դիմել դատարան։ Որպեսզի միտքը ավելի պարզ լինի, ես կբերեմ օրինակներ։ Եղել է դեպք, երբ անձը ուշացրել է վճարումը, բայց գրավոր պատրաստակամություն է հայտնել այդ վճարումը կատարելու 2 ամսից։ Եվ եթե դիմենք դատարան, պետք է հաշվի առնենք, որ այդ գումարը հնարավոր է ստանանք շատ ավելի ուշ։ Դատարանների ծանրաբեռնվածություն, հետագայում նաև կատարողական վարույթի տևողությունը, մինչդեռ առանց դատարան դիմելու 2 ամսից այդ գումարը անձը ստացավ տվյալ կողմից եւ փաստորեն նաև լրացուցիչ ռեսուրս չծախսեց դատարան դիմելու համար։ Կամ մեկ այլ օրինակ, երբ դատարան դիմելը նույնիսկ կարող է վնաս պատճառել, սա հայտնի Streisand-ի էֆեկտն է զրպարտության գործերով, երբ որևէ տեղեկատվություն հասանելի է քիչ շրջանակի անձանց, բայց երբ դատական հայց է ներկայացվում, լրատվականները արդեն ուշադրություն են դարձնում այդ հայցին, տարածում են այդ ինֆորմացիան եւ փաստորեն այդ սուտ տեղեկատվությունը հասանելի է դառնում ավելի մեծ շրջանակի անձանց, ավելի մեծ վնաս պատճառելով։ Սրանք միայն օրինակներ են, բայց բազմազան եւ տարաբնույթ են այն հանգամանքները, որոնք կարող են ազդել դատարան դիմելու նպատակահարմարության վրա։ Եվ երրորդը, ուշադիր լինեք, թե որքան է ձեր հաջողության հասնելու շանսերը դատարանում, եւ սրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս անցնել ապացուցման վրայով։ Այսինքն նախապես հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ փաստեր դուք պետք է ապացուցեք դատարանում, դատարան դիմելու դեպքում, եւ հնարավոր է, որ պետք է այս փուլից սկսած հավաքագրեք այդ ապացույցները, կամ միգուցե հասկանում եք, որ չեք կարողանալու որևէ ապացույց ներկայացնել եւ այդ դեպքում ավելորդ ժամանակ եւ գումար եք ծախսելու դատարան դիմելու համար։ Ի վերջո չմոռանանք նաեւ վեճերի լուծման արտադատական ճանապարհների մասին, որոնք որոշ դեպքերում նույնիսկ օրենքով պարտադիր են եւ ավելի հեշտ ու արդյունավետ կարող են լինել։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Շարունակում ենք մեր եթերը եւ առողջությանը, քանի որ արդեն հետևեցինք եւ կարեւորեցինք մեր իրավունքները, ժամանակն է որպեսզի մտածենք հաճելի հանգստի մասին, այս առումով սպա տարբերակը եւս նախընտրելի է, քանի որ հատկապես շաբաթ-կիրակի օրերին լավ մերսումից ոչ ոք չի հրաժարվի եւ բոլոր շաբաթվա ընթացքում կուտակված վատ էներգիաները կարող եք դուրս թողնել եւ պատրաստվել նոր շաբաթվան։ Այս հարցում կրկին ունենք մեզ օգնող էջ, հիմա գնանք ծանոթանանք նյութին, հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր մի պրոցեդուրայի մասին։
որը կոչվում է համամ։ Համամը կարելի է անվանել աշխարհի հնագույն բաղնիքներից մեկը։ Արևելքում համամները դարձել են նրանց կենսակերպի եւ մշակույթի կարևորագույն մասերից մեկը։ Դեռևս հնագույն ժամանակներից համամը ծառայել է որպես վայր մարդկանց հանդիպման, տարբեր տեսակի քննարկումների համար։ Քննարկումներ են արվել եւ բիզնեսի ոլորտից, եւ քաղաքականության ոլորտից, եւ առօրյական կյանքից։ Այն եղել է հանդիպման, շփման եւ վստահության մի տարածք, որտեղ գոլորշու արկայությունը ստեղծել է խաղաղ եւ բաց միջավայր։ Համամ այցելելը իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի ժամանակ եւ հոգու մաքրություն է լինում եւ մարմնի։ Բժիշկ եւ փիլիսոփա Ավիցեննան կողմնակից էր առողջ ապրելակերպին եւ բնական միջոցների կիրառմանը բժշկության մեջ։ Նա ասում էր. եթե դու ճիշտ սնվես, շատ շարժվես եւ ժամանակ առ ժամանակ շոգեբաղնիկ այցելես, ապա դեղերի կարիք հաստատ չես ունենա։ Համամը դա առանձնահատուկ բաղնիք է, որտեղ ջերմաստիճանը շատ բարձր չէ, օդը խոնավ է, իսկ գոլորշու արկայությունը ստեղծում է ջերմ եւ փափուկ միջավայր մկանների եւ նյարդային համակարգի թուլացման համար։ Յուրաքանչյուր այցից հետո այցելուն համամից դուրս է գալիս ներդաշնակ, բարձր տրամադրությամբ եւ լուսավորված, թողնելով այնտեղ հոգնածությունը եւ ստրեսը։ Համամի ներսում ինչ պրոցեդուրա է իրականացվում եւ ինչ փուլերով է այն ընթանում։ Սկզբում կատարվում է մաշկի մաքրում։ Մաքրումը կատարվում է հատուկ ձեռնոցով, որը կոչվում է քիսա։ Մենք մաքրում ենք մեռած մաշկը, որի արդյունքում ստանում ենք թավշյա նոր մաշկ։ Երկրորդ փուլում ձիթապտղի օճառից ստացված փրփուրով կատարում ենք մերսում։ Երրորդ փուլում կատարում ենք մարմնի խնամք, մարմինը խոնավեցնող հատուկ կրեմներով։ Ժամանակակից համամում իրականացվում են նաև պրոցեդուրաներ այլ նյութերով՝ մեղրով, շոկոլադով, կաթով եւ ցանկացած այլ բնական միջոցներով։ Զենում համամը իրականացվում է ընդարձակ մարմարապատ սրահում։ Այստեղ քարերը տաքացվում են եւ ամբողջությամբ սրահը մարմարով է պատված։ Պրոցեդուրան իրականացվում է մանրակրկիտ, փուլ առ փուլ։ Այստեղ համամի պրոցեդուրան կարելի է իրականացնել ինչպես մենակ, այնպես էլ ընկերների կամ հարազատների հետ։ Շուտով համամի ծեսը կհարստանա նաև թեյախմության շքեղ սրահով, որը կդարձնի ձեր հանգիստը էլ ավելի հիշարժան։ Եզրափակելով այսօրվա թեման, ուզում եմ ասել, համամը դա ոչ միայն մարմնի մաքրություն է, այլ հոգու ազատություն։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր եթերը եւ քանի որ արդեն սովորություն ենք դարձրել գնալու ուրիշի ընտանիք, այս առավոտ եւս բացառություն չէ։ Այո, եւ ուրիշի ընտանիքից այս առավոտ ոչ թե գնացել ենք, այլ մեր տաղավար ենք բերել Էլադա Հակոբյանին, ով ներկայացնում է Մագդայի կերպարը։ Այո, բարի լույս, ո՞նց եք։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Շատ լավ։ Էլադա ջան, միշտ հանդիսատեսը, հա, կերպարին ասոցացնում, դերասանին ասոցացնում է կերպարի հետ։ Ձեզ հետ այդպես է։ Ճիշտն ասած, իմ կերպարը սկզբում ճիշտ չէր հասկացվել, այսինքն չէին հասկանում բացասական կերպարա, դրական կերպարա ու հա, շատ են ասոցացրել, իրականում նենցա նմանություններ շատ կան, դրա համար ինձ թվում է զգացվում է հանդիսատեսն է ոնց որ այդ նմանությունները զգում։ Իսկ հիմա կերպարը ինչ զարգացում ունի, որովհետև ոնց հասկանում եմ, արդեն ավելի դեպի դրական ուղղությամբ ենք, հա, գնացել։ Դե կերպարը ընդհանուր առմամբ միշտ դրական է եղել, ուղղակի մի քիչ ավելի խեղճ աղջիկ ա եղել, մի քիչ ավելի նվնվան աղջիկ ա եղել, ոնց որ ոչ միշտ ա, որ է դրական է, սենց կոպիտ ասած մի քիչ մարդկանց ներվերի վրա ոնց որ ազդել է միշտ այդ նվնվան բնավորությունը, բայց մի քիչ կերպարը արդեն ավելի ուժեղացել է, մի քիչ արդեն ավելի կայուն է դարձել։ Լավ, եկեք մի քիչ հետ գնանք, հասկանանք կերպարի առաջարկը ձեզ ինչպես եղավ։
ի սկզբանե։ Այո, ի սկզբանե։ Ի սկզբանե մասնակցել եմ քաստինգի, սովորական ձևով անցել եմ քաստինգը ու կերպարի առաջարկը ի սկզբանե եղել է հենց Մագդայի։ Չգիտեմ, երևի թե իմ բնավորության հետ շատ նմանություններ ունեն ու դրա համար ստացվեց։ Էդգարի հետ առաջին տանդեմն է, առաջին անգամ եք խաղում։ Այո։ Ինչպիսի ընթացք է ունենում։ Էդգարին շատ է օգնել, որովհետև այս եղել է իմ առաջին փորձը, մինչև սա ես երբեք չեմ նկարվել ու շատ կարևոր է, որ քեզ նկարահանման հրապարակում օգնեն ու Էդգարեն մարդն է, ով մինչև վերջ օգնել է, երբեք չի եղել, որ ես իր հետ զգամ, որ ես նորեկ եմ, որ ես նեղվեմ այդ փաստից, որովհետև սկզբում շատ են եղել կոմպլեքսներ, մանավանդ որ իմացա պետք է նկարվեմ Էդգար Իգիթյանի հետ, ու դե փորձի տարբերություն, տարիքային տարբերություն այդ ամեն ինչի իրականում շատ մեծ է ու սկզբում շատ էի կաշտկանվում, մտածում էի կարող է փորձ չունեմ, անփորձեմ ու ինչ-որ խնդիրներ լինեն, բայց Էդգարը շատ է օգնել, որ իմ համար էլ շատ բաներ հաղթահարեմ ու անցնեմ առաջ։ Ինչն էր տարօրինակ ձեզ համար նկարահանման հրապարակում, որովհետև քանի որ սա առաջին փորձն էր, ինչն էր որ ուրիշ ձև եք պատկերացնում, բայց եկաք եւ ուրիշ բան տեսաք։ Օրինակ իմ համար տարօրինակ էր այն, որ ինձ թվում էր նկարահանումները սենց շատ ակտիվ պետքա միշտ անցնեն, այսինքն ինքը պետքա մի քիչ լրիվ ուրիշ աշխարհ լինի, բայց որ այդ ամեն ինչի մեջ ես մտնում, մանավանդ գլխավոր հերոսուհու կերպարով, պատկերը փոխվում է, որովհետև հոգնում ես նկարահանման ժամանակ շատ, որովհետև առավոտից մինչև ուշ կարա օրինակ նկարահանումները տևի, բայց միշտ որ կողքից նայել եմ, ինձ թվացել է Իրանք սենց մի շպիտով են, չեն հոգնում, դժվար հոգնեն։ Իմ համար էդ էր տարօրինակ, որ ինքը ոնց որ աշխատանք է դառնում, որ միշտ քեզ պետքա ստիպես լինես այդ ժամանակ այդ տեղում, այսինքն չհոգնես, չնեղվես։ Եվ մնացած դերակատարների հարցում եւս հետաքրքիր է ինչպիսի հարաբերություններ կան, ում հետ է ավելի հեշտ ստացվում տեսարանները խաղալ, ում հետ է ամենաշատ դուբլեր անում։ Հարաբերությունները բոլորի հետ էլ շատ լավ են։ Ամենահեշտը ստացվում է խաղալ հենց Էդգար Իգիթյանի հետ։ Դուբլեր ամենաշատը երևի անում ենք ես ու Լիլիթ Մաշինյանը։ Երևի այն փաստից է, որ երկուսս էլ նորեկ ենք ու խոսքի հետ կապված է խնդիրներ լինում, չգիտեմ, հիմնականում մազերի հետ կապված է խնդիրներ լինում, մազերը առաջ են գալիս ու դուբլեր ամենաշատը երևի Լիլիթի հետ են անում։ Շատ լավ, երբ որ արդեն սկսվեցին նկարահանումները եւ արդեն հասկացաք թե որտեղ եք եկել, չեկավ մի ընթացք, որ մտածեք, երբ այս ամեն ինչը վերջանալու հանգիստ ապրեմ։ Դե անկեղծ ասած եղել է տենց ընթացք, երբ որ ես միաժամանակ թատրոնում էի ու ունեի ներկայացումներ խաղալու, ու ունեի այդ ժամանակ նաև քննություններ, որովհետև ես երկրորդ կուրսում եմ սովորում, ու ինքը շատ պատասխանատու շրջան էր, որովհետև միանգամից առաջին կուրսից ոնց որ անցնում ես երկրորդ կուրս, պետք է արդեն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերես, միաժամանակ թատրոն ու սերիալում գլխավոր հերոսուհու կերպար, այսինքն ես համարյա միշտ նկարահանման եմ եղել ու դեկտեմբեր ամսին այդ շրջանը իմ մոտ եկավ, որովհետև ուղղակի չէր լինում համապատասխանեցնել ոչ մի բանը, ասենց ժամային գրաֆիկ էր իմ մոտ, անդադար ժամայինով պետքա ստեղ նկարվեմ, վազեմ այնտեղ խաղամ, այնտեղ վերջացնեմ առավոտը գնամ քննության ու այդ ընթացքում ասենց մտածում եի երբ ամեն ինչ մի վայրկյան կանգ առնելու, որ ես հասկանամ ինչա կատարվում։ Մեկնաբանություններ կարդում եք։ Մեկնաբանություններ, որ ասեմ միշտ կարդում եմ, չէ, բայց հիմնականում գրում են, օրինակ Instagram-ին էլ են շատ բաներ գրում, դրա համար տեղյակ եմ ընդհանուր առմամբ։ Այսինքն ավելի շատ հիմա դրական մեկնաբանություններ են։ Դե մեկնաբանությունների առումով ոչ միշտ է դրական, որովհետև շատ ժամանակ մարդիկ չեն հասկանում, որ այդ ընդհանրապես կերպար է ու կարա իրականում քո հետ բացարձակապես ոչ մի կապ չունենա, բայց դե մեկնաբանություններ հիմնականում դե արտաքնի հետ կապված, չգիտեմ, ձայնի հետ կապված, բացասական առումով տենց մեկնաբանություններ բավականին շատ եմ ստանում, բայց չեմ կարող ասեմ, որ դրական չկան, որովհետև հեռուստադիտողը շատ է սիրել իմ կերպարը ու այդ ինչ շատ է օգնել, որովհետև մեկ-մեկ այնքան լավ մեկնաբանություններ եմ կարդում, որ ասում եմ
չգիտեմ, իշ չեն ճանաչում, բայց ինչքան լավ կարծիք ունեն իմ մասին։ Սովորում եք թատերական ինստիտուտում։ Այո։ Երկրորդ կուրս։ Ում արվեստանոցում։ Վահան Բադալյանի։ Վաու, Վահան Բադալյանի, այսինքն կրթության հետ կապված խնդիրներ չեք ունենում։ Միաժամանակ խաղում եք նաև թատրոնում։ Այո։ Որ թատրոնում եք խաղում։ Փոքր թատրոնում։ Փոքր թատրոնում Վահանի մոտ։ Ինչպես է վերաբերվում Վահանը ձեր անընդհատ բացակայությանը, որտեվ ես գիտեմ, թե այդ հարցը ինչքան լուրջ է։ Դե բնական է, որ ոչ լավ։ Այո, բացասական, ես հասկանում եմ, որ դա ճիշտ է, որովհետև իրանք իրար շատ են խանգարում, ոնց էլ փորձես համատեղես մեկը ինչ ես կարա 100% լինես մի տեղում, ես համենայն դեպս նենց չեմ արել, որ իմ ուսումը ամբողջովին տուժի, որովհետև իմ համար շատ կարևոր է ստանալ մասնագիտական կրթություն գիտելիք, նոր լինել ոլորտում ու դառնալ մասնագետ։ Ես հիմա շատ ժամանակ օրինակ բացը զգում եմ, որովհետև նոր երկրորդ կուրս եմ ու ինձ թվում է դեռ շատ բաներ ունեմ սովորելու, փորձ ձեռք բերելու, բայց ինչ որ չափով փորձել եմ համատեղել, ինչ որ չափով չեմ փորձել համատեղել։ Հետաքրքիր է, որովհետև ինստիտուտում ես հիշում եմ, դե ժամանակներն անցնում են իհարկե եւ նաեւ ուսման process-ն է շատ փոխվում, այսօր արդեն ամեն ինչ արագացված է։ Տեմպերն ավելի արագացված են եւ կան հնարավորություններ շատ, հա, երիտասարդ արտիստների համար իրենց դրսեւորելու։ Հա։ Ինչ փուլա թատրոնում, նոր ներկայացումներ կամ կա կերպար, որ այսպես մտածում եք, որ այ պարտադիր մի օր հույս ունենաք Վահանը կբեմադրի եւ դուք խաղաք այդ կերպարը։ Հենց այս պահին ես ներկայացման մեջ ներգրավված չեմ, հենց այս պահին այն ներկայացումը, որը փոքր թատրոնում խաղում են, ես այդ ներկայացման մեջ ներգրավված չեմ։ Ու խնդիրը եղել է երևի հենց իմ բացակայությունները ու ոչ լիովին ներկա լինելը, որովհետև շատ ժամանակ դու ֆիզիկապես ներկա ես, բայց մտովի ներկա չես, որովհետև երկու տեղ կրում ես պատասխանատվություն ու վերջին շրջանում, այս վերջին ամսում ոնց որ իմ կերպարի ամենակարևոր, ամենաէմոցիոնալ, ամենադժվար տեսարաններն էին ու դժվար է երկու տեղ 100%-ով ներկա լինելը, իրոք դժվար է, բայց հիմա հնարավորությունները իրոք շատ մեծ են։ Օրինակ ես էլ եմ լսել, որ առաջ շատ ավելի բարդ է եղել կինոյի ասպարեզը, թատրոնի ասպարեզը, բայց հիմա ամեն ինչ քեզնից է կախված, եթե աշխատասիրություն ունես ու ցանկություն ունես, շատ հեշտ է ինձ թվում է ամեն ինչ տրվում։ Ինչ լավ, աշխատասիրություն, եւ դա երբ որ լսում ես, որ նոր սերունդն է այդ մասին խոսում, միանշանակ գովելի է։ Եվ գնանք ավելի դրական կողմ հիմա, քանի որ սերիալում խաղալը շատ արագ հայտնիություն է բերում եւ դա հաճելի է, փողոցում սկսում են ճանաչել, շատ տեղերում գուցե ընդառաջել, հերթ չեք կանգնում։ Հիմա այս մասին։ Գումարը չեք տալիս։ Դե մի անգամից ճիշտ ասած իմ առումով ճանաչումը սենց իմ պատկերացրածից ավելի արագ եղավ, որովհետեւ եթե որ գնաց արդեն մի 2 շաբաթ հետո արդեն ճանաչում էին ու մանավանդ ավակ սերունդը բնական է, ավակ սերունդն ավելի շատ ճանաչում, բայց գնալով այդ ամեն ինչը ոնց որ ավելի աճեց ու շատ երիտասարդ աղջիկներ, դպրոցականներ հիմնականում ճանաչումը հա շատ է, մանավանդ փողոցներում, կենտրոնում, կան վայրեր, որ օրինակ այդ հասարակությունը ընդհանրապես սերիալներ չի նայում, բնական է, որ այդ տարածքում օրինակ ճանաչում չկա, բայց ընդհանուր առմամբ ճանաչումը մեծ է։ Հաճելի է թե չէ։ Նայած պա, շատ ժամանակ հաճելի է, բայց օրինակ մեկ-մեկ որ սենց ես կենտրոնում եմ ապրում ու հիմնականում միշտ կենտրոնում եմ, օրինակ պահ ա եղել, որ ես մոռացել եմ, որ մարդիկ օրինակ ինչ ճանաչում են, ես արդեն դերասանուհի եմ ու սենց տանից դուրս եմ եկել, սենց խառնված, ոչ նորմալ տեսքով արագ վազել եմ դասի ու այդ ճանապարհին մարդիկ են տեսել ճանաչել, սենց ամաչել եմ, ասել եմ, վայ, ես պետքա մի քիչ ավելի սենց եթերային տեսքով ներկայանալի պետք է ավելի դուրս գամ, այդ առումով ա եղել, որ մեկ-մեկ տհաճ ա եղել։ Իսկ ինչ են կանչում, կերպարի անունով են կանչում, ձեր անունը գիտեն։ Չէ, իմ անունը հիմնականում ճիշտ ասած չեն հիշում, բոլորը Մագդա են կանչում, իմ անունը միշտ հարցնում են ձեր անունը ինչ է, Էլեն, Էլիա, Էլադա, Էլվինա, Ադելինա, այդ հարցերը շատ են տալիս, մանավանդ Instagram-ում որ անունը նայում են, սկզբում չեն հասկանում, միշտ Մագդա են ասում։ Իսկ Էլադա ում անունն է։ Էլադա ոչ մեկի անունը չի, մամաս է որոշել, որովհետև թարգմանաբար Հունաստան է նշանակում, Հունաստանի հետ կապ ունենք, տատիկս հույն է, այդ պատճառով որոշել են դնեն Էլադա։
Էլադա, պատկերացնում եք ձեզ ընդհանրապես մի 10 տարի հետո, այ ինչ եք անելու, ինչպես է լինելու։ Նենց ասում ընդհանրապես 10 տարի հետո։ Դա շատ արագ անցնի 10 Մեկ շաբաթ տարի։ հետո։ Այո, ինքն արագ անցնում։ Դե 29 տարեկանում արդեն ինձ թվում է բավականին ճանապարհ անցած կլինեմ, բավականին փորձ ձեռք կբերեմ, որովհետև հիմա իմ համար ամեն ինչը նոր է, ոնց որ հիմա իմ կյանքում ամեն քայլ ու ամեն ինչ նոր է, ամեն առումով ամեն ինչ ինձ ոնց որ հիմա նոր է տրվում, որովհետև դե 18 տարեկանում սկսես նկարահանվել, 18 տարեկանում ծանոթանաս թատրոնի հետ, այդ ժամանակ ավելի խճճված ես, բայց ինձ թվում է 10 տարի հետո արդեն ես իմ ճանապարհը անցած կլինեմ, որովհետև իմ համար աշխատասիրությունը կարևոր բան է ու պետքա եթե ոլորտում ես, պետքա որակով մարդ լինես, առաջինը մարդկայինը, հետո մասնագիտականը ու չեմ ուզի 10 տարի հետո օրինակ 2 աստիճան աճած լինեմ, այլ կուզենամ հենց 10 աստիճան աճած լինեմ, որ ինքս ինձ ապացուցեմ, որ ես կարողանում եմ լինել որակյալ դերասանուհի։ Վերադառնալով հեռուստա նախագծին, հեռուստա սերիալին, ինձ հետաքրքիր է դուք սիրում եք Մագդային եւ հաշտեք իր հետ։ Ես Մագդայի հետ հաշտեմ, որովհետեւ արդեն ասեցի, որ նմանություններ շատ կան, այդ առումով Մագդայի հետ հաշտեմ։ Դե բնական է, պահեր կա սցենարային, պահեր կա, որ այդքան համաձայն չեմ, այդքան իմ կարծիքով օրինակ պետքա մի քիչ ուրիշ ձև լինել, բայց հիմնականում ես հաշտեմ այդ կերպարի հետ։ Եվ կերպարը սիրել եք։ Հա։ Դե եկեք մեր հայտնի ամենից ամենախաղը խաղանք արդեն ձեզ հետ, որովհետև գուցե ձեր տարբերակներն ու պատասխանները մի քիչ տարբերվեն։ Սերիալում ամենաբարին կերպարով չենք ասում, դերասաններից ենք առանձնացնում։ Դերասաններից Վահագը։ Ամենախստապահանջը։ Դերասաններից խստապահանջ Ինան։ Ով։ Ինան։ Ամենա ինտրիգայինը։ Ինտրիգային չունենք։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Ամենաշտապողը, որ գասի շուշուտ նկարեք, ես պետքա գնամ։ Ինան։ Ամենաուշացողը։ Դուք եք։ Չէ, ես չեմ ուշանում։ Տենց էր ժպիտը։ Ուզում եմ ասել Ինան էլի։ Ինան, հա։ Այսօր առավոտը Ինայի համար բարի չէ, անցած անգամ Վահեի համար բարի չէ։ Շատ լավ, ամենաշատ դուբլ անող դերասանը։ Ես ու Լիլիթը։ Ամենաանհարմարվողը։ Որ չի հարմարվում ոչ մի բանի, ոչ մի բանի են դուք։ Ամենաընկերասերը։ Ադրինեն, Լիլիթը։ Ադրինեն, Լիլիթը։ Ամենաշատ ջղայնացնողը։ Ջղայնացնող ինձ։ Այս դեպքում կարաք արդեն ստեղծագործական թիմից էլ ասեք։ Ռեժիսորը։ Չէ, Վահեն։ Ամենահումորովը։ Էդգարը։ Ամենաանհումորը։ Ես։ Շատ անկեղծ է։ Ամենաոջայինը։ Դերասաններից։ Ամենաոջայինը դերասաններից։ Լիլիթը։ Ամենասովածը։ Որ միշտ սոված է նկարահանման ժամանակ եւ ուզում է ինչ-որ բան ուտի։ Սոված եմ, արագացրեք։ Դերասաններից ճիշտ ասած չունենք։ Ահա, բայց եթե ասեցիք դերասաններից չունենք, նշանակում է խմբից կա ինչ-որ մեկը, որ միշտ սոված է։ Խմբից կան։ Բայց դերասաններից չէ, չունենք։ Դες դերասանները սոված չեն, հիշեք, սոված դերասան վաղուց էլ չկա։ Այո։ Եվ ամենաշատը նորություններ պատմողը, որ սենց միշտ գալիս է նորություններով կամ մեկնաբանությունները կարդացած, միշտ իրենց կարող է տեղեկություն ստանալ։ Վահագը։ Ինքը միշտ մեկնաբանությունները կարդում է, միշտ տեղյակ է ինչա կատարվում, միշտ գիտի, միշտ ամենապարտաճանաչն է, միշտ սցենարը բոլորից շուտ է կարդում, դրա համար Վահագը։ Իսկ ում տատիկն է ամենաշատը դիտում։ Կամ ամենաշատը մեկնաբանում, ամենաշատը իր կողմից կան կարծիքներ։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, հստակ պատասխան չունեմ։ Բոլորի տատիկներն են դիտում են։ Հա, որովհետև բոլորի տատիկները։ Դե բոլորն էլ պարզ է, պետք է ասեն մեր երեխեն ամենալավը էս կինո, չէ՞։ Շատ լավ, եւ ես գիտեմ թե ինչքան կարեւոր են նկարահանման պահերը եւ հատկապես կան պահեր, որոնք միշտ քեզ հետ արդեն ամբողջ կյանքի ընթացքում վերցնում ես ու գալիս են քեզ հետ։ Ուզում եմ որ այդ պահերը միշտ լինեն ձեր կյանքում, առավել ես որ սա ձեր առաջին փորձն է։
Եվ այն պատասխանները, որ դուք տվեցիք մեր հարցերին, հատկապես ինձ դուր եկավ աշխատասիրությունը եւ անընդհատ աշխատել քեզ վրա, որ հետո արդեն ավելի լավ լինես։ Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի Էլադա, եւ ուզում եմ ձեզ նվիրել զանգում Ֆեդիալկոյի ռեզերվ գինին, որը լավագույն պահերը ֆիքսելու համար է։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն եւ Հիմա կարճատև դադար, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Դե, կարծում եմ շաբաթ կիրակին ստացվեց, որպեսզի կարողանանք ձեր տրամադրությունը մի փոքր փոխել եւ այն բերել ավելի հանգստի ռեժիմի։ Այս ամենում նպաստեցին եւ մեր հյուրերը եւ բոլոր այն էջերը, որոնք տեղ էին գտել մեր եթերի ընթացքում։ Այո, եւ վստահ եմ, որ այս վիկենդին եւս կարողացանք փոխանցել դրական էմոցիաներ, ժպիտներ պարգևել եւ իհարկե օգնել մեր օգտակար էջերի միջոցով, որպեսզի ել ավելի ուշադիր լինեք ձեր առողջությանը, ձեր իրավունքներին եւ իհարկե կարողանաք ձեզ պարգևել հաճելի պահեր։ Եվ չմոռանանք, որ երեկոն ավարտենք ընկերների եւ հարազատների շրջապատում, իսկ ձեզ ընկեր է արդեն վաղուց զանգուն։ Վեդիալկո ընկերության կողմից ներկայացվող այս հրաշալի գինու տեսակը նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով Գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու ռեզերվ անապակ գինի յուրահատուկ կարևոր պահերի համար, նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ 1956 թվականին հիմնադրված Վեդիալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև նրանք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իմ սանրվածքի համար շնորհակալություն Նարեկին, իսկ դիմահարդարման համար Լուիզային։ Իմ խառը ֆենի համար շնորհակալություն միանշանակ Վահեին եւ ողջ թիմին բարբերների, ովքեր այնտեղ ներկայացնում են։ Իհարկե, այդ տեղը, որը նշեցի, Master-Right-ն է, որ գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ոչային եւ տարբերվող կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք նոր տեսականուն, որովհետեւ այն արդեն ներկայացված է։ Մեր տեսականին ամփոփող է լավ տրամադրություն, ժպիտներ ու հետաքրքիր հյուրեր։ Այս ամենը 1 ժամի եւ 1 վայրում ATV եւ բնականաբար առաջին ծրագիր Weekend։ Այսօրվա համար այսքան էր նախատեսված։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ եւ չենք մոռանում վերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։